Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեզ եմ ներկայացնում կառավարության 2025-21-26 թվականների կառավարության ծրագրի 25 թվականի կատարողական զեկույցը, որը ըստ էության կարելի է ասել, որ մեր 2025 թվականի ընթացքում իրականացրած կարևորագույն փոփոխությունների վրա ես շեշտը կդնեմ, խոսեմ մեր դրված թիրախների և դրանց ապահովման մասով կառավարության ուրեմն ստանձնած պարտավորություններն ու այն ինչ հաջողությունների, որ հասել ենք, և իհարկե սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ 2025 թվականին մենք ընդունեցինք առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը և դրանից հետո նաև ընդունեցինք կառավարության կողմից ենթաօրենսդրական ամբողջ փաթեթը և ըստ էության մեկնարկեցինք առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում, որը պատմական, շրջադարձային և մեր ժողովրդի համար կարևորագույն բարեփոխում է և այսօր մենք արդեն իսկ ընդամենը 2.5 ամիսներ անց արձանագրում ենք, որ մեր բնակչությունը գոհունակ է, բարեփոխումը իրացվեց սահուն, հնարավորինս, որովհետև այն իսկապես շատ մեծ, բազմաշերտ, բազմակողմանի գործառույթներ ենթադրող բարեփոխում է և ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքը փրկվում է, նրանց առողջությունը վերականգնվում է։ Առաջին փուլով առողջության ապահովագրության մեջ ներառվեցին 1.600.000 քաղաքացիներ, շուրջ, այնտեղ հստակ թիվը ամսամիս փոխվում է, որովհետև ավելանում են քաղաքացիները։ Առաջին փուլով ներառվեցին մինչև 18 տարեկան, 65+ տարիքի 201.000-ից ավել աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամության կարգ ունեցող, անապահովության համակարգում ներառված քաղաքացիները։ Ես պետք է նշեմ, որ այս բարեփոխումը 2025 թվականի մեկնարկած ըստ էության ամբողջացումն է մինչ այդ կատարած բազմակի միջոցառումների, որովհետև մենք մինչ այդ շարունակել ենք մեր կապիտալ ներդրումները, ենթակառուցվածքների բարելավում, արդիականացում, սարքավորումներով հագեցում, շարունակել ենք բժշկական օգնության որակի և սպասարկման որակի կարևորագույն միջոցառումները։ 2025 թվականին մենք իրականացրեցինք առաջին անգամ մասնագիտական անհատական լիցենզավորման գործընթացը և այս տարի պիտի շարունակենք արդեն իսկ գործող մասնագետների լիցենզավորումը և շարունակեցինք նաև հիվանդությունների դեմ ուղղված կարևորագույն միջոցառումները, որոնք որ ըստ էության արդեն իրենց արդյունքը տալիս են և մենք ունենք նվազեցում թե սրտանոթային հիվանդությունների մահացության, թե քաղցկեղով մահացության և թե դիաբետով մահացության մեր ցուցանիշներում։ Պետք է ընդգծեմ, որ մոր ու մանկան առողջության ոլորտում 2025 թվականին մենք ունեցել ենք կարևորագույն ձեռքբերում և մայրական մահացության ցուցանիշը կազմել է ընդամենը 1 դեպք, ինչը մինչ այդ տարիներին երբեք նման ցուցանիշ չի արձանագրվել։ Երեխաների մինչև 1 տարեկան և մինչև 5 տարեկան երեխաների մահացության առումով մենք դիտարկելով 2025 թվականի առաջին 6 ամիսների ցուցանիշները, հասկանալով, որ ունենք որոշակի թիրախների փոփոխություն, այսինքն դանդաղում նվազեցման մեջ, իրականացրեցինք որոշակի միջոցառումներ, կազմեցինք աշխատանքային խումբ, որը ուսումնասիրեց, թե որոնք են այն պատճառները, որոնք որ ըստ էության ազդում են մինչև 1 տարեկան և մինչև 5 տարեկան երեխաների մահացության վրա
Եվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս տարվա 2 ամիսներին մենք տեսնում ենք, որ եւս այս մասով ունենք տենդենսների փոփոխություն, իհարկե դրա մասին դեռ վաղ է խոսելը։